Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Բարդուղ Գալստյանին։ Հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող եք այսուհետ հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Գալստյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ։ Քանի որ Գյումրու հետ կապված հարցերը բավականին դեռ շատ են եւ դեռ կլինեն զարգացումներ, ինչ հանգուցալուծում կլինի Գյումրիում ընտրություններից հետո։ Գյումրիի ընտրությունների արդյունքը իմ կարծիքով դա տրամաբանական շարունակություններ Երևանի ընտրությունների 2023 թվականին տեղի ունեցած Երևանի ընտրություններին, երբ Երևան քաղաքում գործող իշխանությունները կարողացավ ընդամենը 32% ձայն հավաքել եւ իրենց կողմից փառք ու պատիվ Հանրապետություն կուսակցությանը, որը կարողացավ կարծես թե փրկել նրանց երեսը Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելով, որը տեղի չունեցավ Գյումրիում։ Գյումրիին, որտեղից սկսվել էր 18 թվականի շարժումը, քաղաքական այդ process-ները, Նիկոլ Փաշինյանի հիմնադրած, ստեղծած, այսպես ասած, կարող հասկացավ տարիների ընթացքում որ այն խոստումներն ու այն տեսլականը, որը ուներ գյումրեցին Գյումրին նորովի տեսնելու, Գյումրիում կարգ ու կանոն տեսնելու, Գյումրիում արդարություն եւ արդարադատություն տեսնելու գրեթե չի տեսել, որը թույլ տվեց գյումրեցիներին գնալ եւ ձայն տալ այն ուժերին, որոնցից կարծես թե ձերբազատվել են, կարծես թե կարողացել էին պրծնել։ Գյումրիի ընտրությունները ունի իր տրամաբանությունը, ցավալի է, որ Գյումրիում հիմնականում ձայներ են հավաքել նախկին իշխանությունները եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք Գյումրին հասցրել էին այդ վիճակի, սակայն Գյումրիի ընտրությունների արդյունքները վառ օրինակ են իշխանությունների ոչ արդյունավետ քաղաքականության։ Ինչու պետք է Վարդան Ղուկասյանը մինչ օրս կարողանար մասնակցել ընտրությունների, ընդհանրապես դրսում լիներ, քաղաքականությամբ զբաղվել, որ այսօր խնդիր դառնար ոչ միայն իշխանությունների, այլ ամբողջ ժողովրդի համար, որովհետև գյումրեցին հասկացավ, որ այն խոստումները, որը տրվել է իշխանության կողմից, անլուրջ են, այսպես ասած, կոպիտ ասած անլուրջ են, եւ գյումրեցին գնաց նորից նախկին տաշտակին։ Կարծում եմ ընտրությունների արդյունքները պարզ են եւ Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ։ Իսկ ինչ կլինի հետո, դա արդեն ավելի քաոսային իրավիճակ է ներկայացնում իրենից, իշխանությունները ենթադրաբար կգնան հետապնդումների, իրավական հետապնդումների իրենց մեկնաբանությամբ, սակայն շատերի մոտ այն կդիտվի որպես քաղաքական հետապնդումներ, որը շատ ավելի վատ է։ Ես կարծում եմ 7 տարին բավական ժամանակ էր, երբ այդ process-ները իրականացվեին, օրինական դաշտ բերեին Գյումրու քաղաքական, այսպես ասած, էլիտան, որը այսօր այս խնդիրները չէր առաջացնի։ Ցավոք այս խժդժություններից, այս գզվռտոցներից տուժելու է միայն գյումրեցին, իմ կարծիքով։ Ասում եք, որ կլինեն իրավական հետապնդումներ։ Վարդան Ղուկասյանը, եթե չեմ սխալվում, ասում էր, եթե ինձ հանկարծ գան այդ իրավական հետապնդումների հետևից եւ տանեն, կլինի հեղափոխություն։ Գյումրիով հեղափոխություն լինել չի կարող եւ Վարդան Ղուկասյանը չէ, որ հեղափոխություն պետք է անի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դեռ համապետական ընտրություններ չեն եւ չի կարելի խիստ զուգահեռներ անցկացնել որոշ տեղերում իշխանությունների ձախողումների վրա հիմնվելով պատկերացնել, որ ժողովուրդը հեղափոխական վիճակում է եւ այնքան է այսպես ասած լծված գործող իշխանությունների գործունեությունից, որ կգնա հեղափոխության եւ այդ հեղափոխություն իրականացնողները բնականաբար հաստատ Վարդան Ղուկասյանն ու նրա նմանները չեն կարող լինել, հետեւաբար Վարդան Ղուկասյանի այդ խոսքերը չեմ կարծում, որ լուրջ կարելի է մեկնաբանել, սակայն որ տեղի են ունենալու process-ներ, որոնք բացաբար են ազդելու առաջին հերթին շարքային գյումրեցու վրա, այն գյումրեցու, որը ձայն է տվել մի կողմը թե Վարդան Ղուկասյանին, մյուս կողմը գործող իշխանություններին, նրանք են այդ բացասական պատուղները քաղողը լինելու ցավոք։ Ըստ երևույթին հանրայինում այդ մեծ բանավեճը հետևած կլինեք Գյումրիի ընտրությունների հետ կապված, Երվան Թարվեզյանը այնտեղ մի առաջարկ արեց եւ այդ առաջարկը հետագայում այլ կերպ կարծես թե ընկալվեց եւ որից հետո Մարտուն Գրիգորյանը հայտարարություն տարածեց, որ իր թիմի հետ կապված բոլոր հայտարարությունները միայն կարող է ինքը անել եւ պետք է հետևեն միայն իր ասածներին եւ իր գրառումներին։ Երվան Թարվեզյանի առաջարկը որն է, որ ավականու նիստի ժամանակ քաղաքացիական պայմանագիրը իր տեխնացուն չառաջադրի եւ այդ 4
ընդդիմադիր ուժերը կաշկանդված չեն լինի քաղաքապետի ընտրության հարցում։ Եվ լրագրողի այն հարցին, որ նշանակում է, որ իշխանությունը պետք է ընտրի ընդդիմությանը, պատասխանը կարծես թե այդ էր, որ ինչու եւ ոչ, միգուցե։ Չեմ կարծում, որ այնտեղ այնպիսի քաղաքական մթնոլորտ է տիրում, որ այդ առաջարկը կարող էր գործել, որովհետև նրանց նպատակը մեկն էր, նույնիսկ նրանք իրար մեջ լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ Այսինքն իշխանությունը չի կարող ընդդիմության մեջ ընտրություն անել։ Իհարկե ոչ, որովհետև իշխանությունը միանձնյա իրեն է տեսնում Գյումրու ղեկին, սակայն այդպես տեղի չունեցավ, իրենք նաև պետք է հաշվի առնեին, որ իրենց տեխնացուն չուներ այն հնարավորությունները, որ կարողանար 50+1% ձայնով գնալ, եւ ամենավատն այն է, որ գրեթե այլընտրանք չկար։ Եվրաքվե դաշինքը ուներ տեխնացու, որը ցավոք 2200 ձայն չկարողացավ սահմանաշեմը անցնել, 5%-ի արգելքը հաղթահարել, տեխնացու, որը ունեցած տեխնացուների մեջ գրեթե ամենակիրթն էր, ամենազարգացածը, ինչու՞ չէ նաև արժանին իմ կարծիքով, սակայն Գյումրին ունի իր քաղաքական սպეციფիկան, ինչպես նաև ավանդական, նիստուկացիա, այնպես էլ քաղաքական առանձնահատկությունները, որը կարծում եմ հաշվի չէր առել Եվրադաշինքը իրենց տեխնացուին առաջադրելով եւ իրենց քարոզարշավը իրականացնելուց։ Այսինքն բացառում եք նոր ընտրություններ չեն լինի։ Ենթադրում եմ, որ չեն լինի, մանավանդ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից հետո, որ նա պատրաստ է ձայները իր 2 ձայնը տալու Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դառնալու համար, չնայած այն բանին, որ նա իբր թե ոխերիմ թշնամի էր, այսպես ասած, գյումրեցիների խոսակցությունների շրջանակում ընտանեկան թշնամանքներ կային, որը կարծես մի կողմ դրվեցին, որովհետև Մարտունը եւս ինքնագլուխ չէ եւ ղեկավարվում է իր ղեկավարների կողմից Երևանյան, հետեւաբար նրա որոշումը դա միայն իր որոշումը չէր։ Եվ կարծում եմ Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ եւ այդ քաղաքապետ դառնալը նոր քաոսի եւ քաղաքական խժդժությունների առիթ կդառնա։ Այսինքն նոր քաոս է սպասվում Գյումրիում եւ սրանով դեռ չի ավարտվելու այս թնջուկը։ Ենթադրում եմ, այո։ Ենթադրությունների ինչի հետ է կապված, որ կառավարությունը որոշակի հարցերում չի ընդառաջի։ Իհարկե, կթողնի այդ խոստումները Ռուսաստանից բերվող ներդրումները իրականացնել օրինակի համար։ Դրանք դատարկ խոստումներ են, որովհետև նախ Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանում որևէ ներդրում անելու, երկրորդը Ռուսաստանն այս բան լուրջ խնդիրներ ունի սեփական տնտեսությունում եւ չեմ կարծում, որ իր տնտեսությունը թողած եւ այդ ծանր վիճակը թողած կորոշի, որ Գյումրիում որևէ լուրջ ներդրումներ իրականացնել, դա ընդամենը խոսքեր էին, դատարկ խոսքեր էին, ականջոյող խոսքեր գյումրեցիների քվեն ստանալու համար, սակայն չեմ կարծում, որ գյումրեցիները, որոնք տեսել են Պերմյակովի նման մարդասպանի եւ նման շատ դեպքեր ունենալով 102-րդ բազա, կհավատան լուրջ գյումրեցիները, որ Գյումրիում ռուսները որևէ ներդրում կանեն։ Խնդիրն ուրիշ է, այսինքն պետական բյուջեից սուբսիդավորումները եւ այն ծրագրերը, որը սուբվենցիոն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն Գյումրիում, իմ կարծիքով բավականին խնդիրներով լեցում կլինեն, դժվարություններ առաջացնելով կլինեն, որը նորից եմ ասում գյումրեցիների հաշվից է խոսում, հետևաբար նույնը հակառակ ցեղ շպրտումները տեղի ունենալու Գյումրու ավականու կողմից, նոր քաղաքապետի կողմից իշխանությունների հասեին, որը լավ ճանապարհի, այսպես ասած, չի տանի։ Այնպես չի, որ ես խիստ կողմ էի, որ անպայման պետք է գործող իշխանությունները ընտրվեին Գյումրիում, սակայն Գյումրեցին այլընտրանք ուներ։ Ցավալին այն է, որ ռեալ այլընտրանք չուներ։ Միայն իմ պատկերացմամբ այլընտրանքը Եվրադաշինքի տեխնացուն էր, որը չկարողացավ համոզել, այսպես ասած, գյումրեցիներին, որ իրական այլընտրանքը ինքն է եւ թե իշխանությունները, թե նախկին իշխանությունները իրավունք չունեն շարունակել քաղաքական դաշտում, Գյումրիի քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունենալու, սակայն տեղի չունեցավ դա։ Իշխանությունները նորից գնաց նախկինի ու ներկայի սևի ու սպիտակի քաղաքական պայքարի գործելավոճով, որը իդեպ խիստ մեծ հաջողություններ ունեցել 21 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այս անգամ դա չաշխատեց եւ գյումրեցին բացարձակ մեծամասնությամբ չընտրեց գործող իշխանությունների տեխնացուին։ Իսկ գործող իշխանությունը ինչ հետևություններ պետք է անի սրանից, որովհետեւ ամեն դեպքում ընտրություններ են եւ 1 տարի հետո էլ արդեն մենք ունենք 2026-ի ընտրությունները։
Կարծում եմ մինչ այս պետք է հետևություններ արած լիներ, նախ եւ առաջ Մենք խոսում ենք միայն Գյումրին, բայց Փարաքարում շատ ավելի ակնհայտ պարտվեց գործող իշխանությունների թեկնածուն, նույնիսկ Թեև ասում են դա պարտություն չէ, օրինակ Գյումրիի հետ կապված ասում են ինչ է, 17000 ձայն է տրվել, միայն մեկ կուսակցության այդ ձայների քանակը բավարար չէ, որ մեր երկրում հետխորհրդային երկրներում բնորոշ է նման քաղաքական ընտրության մեխանիզմը, գործող իշխանությունները ունենալով բավականին պետական ռեսուրսներ անհամեմատ կարողանում են ավելի մեծ քվե տանել, բայց գյումրեցիները, որոնք տարիներ շարունակ հարստահարվել են նախկին իշխանությունների քաղաքականության արդյունքում, այսօր գնացին ընտրելու հենց նրանց ցավալին դա է։ Փարաքարի տարբերակը շատ ավելի վատն էր, կարծես թե գործող իշխանությունների համար, սակայն նրանց թեկնածուն այսպես թե այնպես չի կարելի համեմատել Գյումրիի ընտրված թեկնածուի կամ ապագա քաղաքապետի կերպարի հետ։ Հետևաբար իշխանությունները պետք է հասկանա, որ այլևս իր գործելավոճը նախկինի ու ներկայի այդ քաղաքական պայքարում հաղթող դուրս գալու հավանականությունը գրեթե հավասարվում է զրոյի, հետևաբար գործելավոճ պետք է փոխի, այսինքն նախ եւ առաջ իրավական դաշտում լուրջ փոփոխություններ, որը տեղի չի ունեցել վերջին 7 տարիներին, այն խոստումները իրավական համակարգի, դատական համակարգի, որի ականատեսն ենք մենք, այսինքն երկրում մի քանի ընդամենը ապօրինի գույքերի բռնագրավումը, պետականացումը եւ այլն, դա դեռ չի նշանակում, որ երկրում տիրում է իրավական առողջ համակարգ եւ դատական նորմալ մեխանիզմ է գործում մեր հանրապետությունում։ Հետևաբար, եթե մինչև 26 թվականը այս հարցերին լուրջ պատասխան չտրվի իշխանության կողմից, խիստ կասկածի տակ է դրվում 26 թվականի խորհրդարանական ընտրություններին իշխանության լինել չլինելու հարցը։ Գյումրիի հետ կապված մենք կհետևենք այդ զարգացումներին, որտեղ ապրիլի 16-ից հետո հնարավոր է լինեն նոր զարգացումներ, նոր հայտարարություններ, կհետևենք անպայման։ Պարոն Գալստյան, անդրադառնանք, որ Երևանի կենտրոնում արցախցիները վրաններ են խփել եւ նստացույց են անում, պահանջները ներկայացրել են կառավարությանը, կառավարությունը կարծես թե որոշակի հարցերում, եթե ոչ լրիվ հարցերում չի գնում զիջումների, դուք ինքներդ այդ արցախցիներից եք տեղահանված արցախցի։ Ինչ խնդիրների ենք իրականում մենք բախվում եւ որքանով են նրանց այդ պահանջները իրոք օբյեկտիվ։ Նախ ասեմ, որ ես եւս իմ մաշկի վրա զգալով տեղահանվածի եւ այս սոցիալական խնդիրների եւ Արցախ վերադարձի տեսլականի խնդիրների հետ կապված ունեմ իմ ուրույն կարծիքը, ոչ միայն իմ, նաեւ ընդհանուր արցախահայության հոգեվիճակի եւ տրամադրվածության, ասեմ, որ արցախցիների խնդիրը գնալով ավելի փակուղի է մտնում։ Դա առաջին հայացքից կենցաղային թվացող, սոցիալական թվացող խնդիր է, սակայն դա այդպես չէ, դա շատ ավելի խորն է եւ գլոբալ հարց է, եւ ասեմ, որ Արցախը դատարկելուց հետո այսօր արցախահայերին Հայաստանից, այսպես ասած, ճանապարհելու գործընթացը կարծես թե միտված է ուղղված է Ադրբեջանի շահերին, ես ենթադրում եմ, որ այսօրվա քաղաքականությունը Հայաստանը լքել են 11000-ից ավել նույնիսկ ավելի մեծ թվերի մասին են խոսում ցավոք, դա պաշտոնական թվերն են, ես փոքրինչ ավելի մեծ թվերի եմ ծանոթ, չգիտեմ ինչքանով է այն իրական, ինչքանով ոչ, սակայն խոսակցությունների շրջանակում այդ թիվն ավելի մեծ է։ Ես կարծում եմ, որ գործող իշխանությունների, նախկին իշխանությունների, այսպես ասած խորհրդարանական ընդդիմության քաղաքականությունը արցախահայության նկատմամբ կարծես թե սրբագրումն է Ալիևի գաղափարախոսության, Ալիևի նպատակների, որովհետև մի կողմից նրանք օգտագործում են արցախահայությանը իրենց կեղտոտ քաղաքական խաղերի համար, մյուս կողմից իշխանությունները կարծես թե թքած ունենալու արվեստով փորձում է անտեսել այն կարևորագույն խնդիրները, որ այսօր ծառացած են արցախահայության հիմնական մասին։ Եթե Արցախից տեղահանվածների մեջ կան որոշ փոքր խմբեր, որոնք այսօր մեծ միջոցների են տիրապետում եւ նրանց ներկայացնել որպես Արցախից տեղահանված, բայց մեծ հնարավորություններով քաղաքացիներ, դրանք ընդհանրապես կազմում են 5-10%, որը չի կարող տարածվել ամբողջ արցախահայության սոցիալական կենցաղային մակարդակի վրա։ Եվ սա ինչու է ամենալուրջ խնդիրը ինչումն է։ Եթե այս ծրագրերը չփորձեն նորից կյանքի կոչվել, ես կարծում եմ, որ այդ արցախցիների դուրս գալը երկրից ավելի մեծ ծավալներ է ստանալու եւ մեծ թվերով ենք տեսնելու ցավոք որոշ ժամանակ հետո, որը լուրջ դեմոգրաֆիկական խնդիր է։ Իսկ իշխանությունը դրա մասով մտահոգված է։ Մեր հարգարժան վարչապետը
2019 թվականին Ստեփանակերտի հրապարակում մի թևիտակ ունենալով Բակո Սահակյանին, մի թևիտակ ունենալով Արայիկ Հարությունյանին հայտարարում էր այն տեսլականի մասին, ինչպես է տեսնում Հայաստանը 2025-30 թվականներին մոտ 5 միլիոն բնակչությամբ, եւ չեմ կարծում, որ նման քաղաքականությամբ հասնելու է այդ 5 միլիոնի ծրագրերին եւ հակառակ իմաստով սա կարծես թե առաջին ծիծեռնակներն են այս 5 միլիոնի Հայաստանը 5 միլիոն բնակչություն ունենալու իշխանության վարած քաղաքականության հետևաբար դա շատ լուրջ խնդիր է եւ դա չի կարելի զուտ քաղաքականացնել, այլ հասկանալ է պետք, որ այս ծրագրերի չիրականացումը միջև նրանց վերջնական բնակարանով ապահովելու եւ կենցաղային խնդիրները լուծելով, այս ծրագրերը փակելով, այս ծրագրերը կտրելով, մենք ականատես ենք լինելու ցավոք նորից մեծ թվով արտագաղթի մեր երկրում։ Արտագաղթի, որը կարծես թե իշխանությանը չի մտահոգում, հատկապես արցախցիների արտագաղթը։ Ես չեմ ուզում կոնկրետ այսօր կարծիք հայտնել, իսկապես այսպես ասած թքած ունեն դրա վրա, թե իսկապես չեն կարողանում հասկանալ ինչ կարելի է անել եւ անմտության խնդիր է, սակայն կարծում եմ, որ նրանց համար էլ բավականին հեշտ է, ավելի քիչ արցախցիներ, ավելի քիչ խնդիրներ, չկա գլուխ, չկա գլխացավ կարգախոսով առաջնորդվել, որը ցավալի է, ինչքան էլ ուզում է արցախայության տրամադրվածությունը բացական լինի իշխանությունների նկատմամբ, գործող իշխանությունների, դա պետք է հիմք չհանդիսանա եւ իշխանություններն այսօր, ինչպես իրենք հաճախ հայտարարում են, մեր սիրելի արցախցիները, քույրերը եւ եղբայրները, ինչպես հայտարարում են, որ մենք ամբողջ երկրի ղեկավարներն ենք եւ բոլորի տերն ենք, հետեւաբար տերն են նաեւ այսօրվա արցախցիներին, Հայաստանում գտնվող արցախայությանը եւ նրանց խնդիրներին։ Իսկ այդ խնդիրներից խուսափելը, այդ խնդիրների առաջ աչք փակելը բերելու է շատ ավելի վատ, նույնիսկ անդառնալի հետևանքների։ Էլ չեմ խոսում արցախայության հետ վերադարձի այն մեխանիզմների մասին, որոնք ինչ որ չափով իրատեսական են, սակայն իշխանությունների կողմից գրեթե անտեսվում են։ Տեսեք, դուք նշեցիք Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 5 միլիոն հայության։ Հիշենք նաև, որ պատերազմից անմիջապես հետո, երբ արցախահայերը սկսեցին գալ դեպի Հայաստան, Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ էր ասում, որ մենք վրաններ այստեղ չունեցանք սահմանին։ Մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել այդ բոլոր դժվարությունները։ Իսկ ո՞րն էր ճիշտ, այդ վրանային ավանների առկայությունը, թե Ես հիշեմ 94-95 թվականներին, երբ Ադրբեջանը ինչպես Արցախը կորցրեց, այնպես էլ 5 կամ 7 շրջանները, Աղդամի շրջանը, Ֆիսուլիի, Ջաբրայիլի, Կուբատլուի եւ այլն, նրանք վրանային քաղաքներ հիմնեցին սահմանային հատվածներում, նախ ցույց տալու համար աշխարհին, որ տեսեք մենք ինչ վիճակում ենք եւ ինչպիսի փախստականներ ունենք, որոնց խնդիրների լուծման համար մեխանիզմներ են պետք, թե տնտեսական, թե քաղաքական, եւ կարողացավ նրանց ցույց տալ, իր ժողովրդին ցույց տալ, որ մեր կորուսյալ հայրենիք է, այսպես ասած, հետ բերելու ձեր հետագայի տեսլականը պետք է լինի, որը կարծես թե աշխատեց եւ 20 թվականին նրանց արձանագրած արդյունքները դրա վառ վկայությունն են։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ մենք վրանային ավաններ չունենք, կարծում եմ նման քաղաքականություն շարունակելուց հետո մենք կունենանք նաեւ վրանային ավաններ, որովհետեւ մարդիկ, որոնք այսօր լավագույն դեպքում 100-150 հազար դրամանոց աշխատանք են գտել Երևանում եւ 2-300 հազար դրամ վարձ են վճարում, 50 հազարական դրամները կտրելուց հետո նրանք կամ վրանում են հայտնվելու կամ թողելու են երկիրը, որովհետև եթե Երևանցին այդ նույն աշխատավարձով սեփական տանը ապրելով կարողանում է գոյատևել, չեմ կարծում, որ արցախայությունը չունենալով բնակարան, ունենալով նաև կենցաղային շատ իրերի եւ անհրաժեշտությունների կարիք կկարողանա այդ փոքր աշխատավարձներով երկար գոյատևել Հայաստանի Հանրապետությունում, քանի դեռ չի լուծվել նրանց բնակարանային խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է բնակարանային այն ծրագրերին, փոխհատուցման այն ծրագրերին սերտիֆիկատային, որը ձևակերպել է իշխանությունները, բավականին թույլ է, բավականին կարծես թե ոչ նպատակային եւ կարծրատիպերով, այսինքն գոյություն ունի ստանդարտ չափորոշիչներ, որոնցից դուրս գտնվողները կարծես թե զրկվում են իրենց կորցրած ամեն ինչից։ Հիմա արցախցին ինչ խնդիրների հետ է փաստորեն բախվում, բնակարանային, աշխատանքի։ Նախ աշխատանքի լուրջ խնդիր ունեն նաև անձնագրային խնդիրներ, օրինակ հորդորվում է փոխել անձնագրերը Հայաստանի քաղաքացիություն ստանալու այն դեպքում, երբ 070-ով կոդով անձնագիրը եւս
երկար տարիներ համարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, թե դրսում, թե ներսում, սակայն նույնիսկ այդ խնդիրներն այնքան են բարդացրել, որ նույնիսկ քաղաքացիություն ստանալու համար Արցախի քաղաքացին պետք է սպասի 2, 3, 4 ամիս, որպեսզի ստանա քաղաքացիություն, որը չեմ կարծում, որ այն բարդ մեխանիզմ է, որը կարելի է արագ իրականացնել։ Այսինքն արհեստականորեն խոչընդոտում են ենթադրում եմ կամ նպատակային իսկապես խոչընդոտներ ստեղծել է, որպեսզի հնարավորինս շուտ ձերբազատվեն ինչպես Արցախից, այնպես էլ Արցախայությունից եւ իր խնդիրներից, կամ այնքան անգործության եւ այնքան թույլ ղեկավարման համակարգ ունենք, որը չի կարողանում ռեալ իրականացնել այդ գործառույթը։ Նիկոլ Փաշինյանն ասում է կադրերի խնդիր ունենք, սուղ է իրավիճակը։ Եթե կադրերի խնդիր ունենք, կարծում եմ, եթե կադրերի խնդիր կար, ես կարծում եմ շատ ավելի ճիշտ կլներ արցախցիների առողջ մասսայից եւ Հայաստանի իշխանություններից ձևավորեն ժամանակին մի միավոր, որը ռեալ կզբաղվեր արցախահայերի խնդրով։ Հատուկ արցախահայերի խնդիրներով զբաղվող կառույց պետք է ձևավորվեր, որը որևէ ազդեցության տակ չպետք է լիներ Արցախի իբր թե իշխանություններից այստեղ գոյություն ունեցող եւ անմիջական խիստ ազդեցության տակ չպետք է լիներ Հայաստանի իշխանություններից եւ կարծում եմ այդ համատեղ կառույցը շատ ավելի արդյունավետ կկարողանար իրականացնել արցախայության խնդիրների լուծման ծրագրային այդ բանաձևերը։ Արցախահայության այս ակցիաները դուք կապում եք նախկին իշխանությունների հետ։ Այսինքն հնարավոր է, որ նրանց դրդմամբ այս ամենը իրականություն է Ցավոք արցախայության զգալի մասին հիմնականում սկզբնական շրջանում օգտագործեցին նախկին իշխանությունները, կոպիտ եմ ասում, թող 1000 անգամ ինձ ներեն արցախցիների այն հատվածը, որը մասնակցել է որոշ քաղաքական պրոցեսների, այդ թվում հոգևորականի կազմակերպած պրոցեսներին, միջև այդ տեղի ունեցող միտինգներին եւ շարժումներին, արցախցիների կորուստի ցավի զգայական ֆոնի վրա նրանք կարողացան արցախցիների մի զգալի հատված դուրս բերել հրապարակ եւ կոպիտ ասած օգտագործել իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, որը ավելի հակասության մեջ դրեց իշխանություններին արցախայության հետ ցավոք, սակայն վերջի հավաքը կարծում եմ ավելի ապաքաղաքականացված հավաք էր եւ հիմնական նպատակը իրենց խնդիրների եւ ծրագրերի բարձրաձայնումն էր։ Ես կարծում եմ ճիշտ կլիներ, երբ իշխանությունը ականջալուր լիներ եւ նույնիսկ ներկայացուցիչ ունենար այնտեղ եւ պատասխաներ հարցերին, ժողովրդի հարցերին, որն ավելի պարզ կդարձներ արցախայության հետագա անելիքները եւ հետագա նպատակները հայրենիքում մնալու, արմատավորվելու եւ իրենց նպատակները հայրենիքում տեսնելու տեսանկյունից։ Ինչ գործողություններ եք ակնկալում, որտեղ արցախահայերը փաստորեն հայտարարեցին, որ ապրիլի 15-ից հետո նորից կլինեն որոշակի գործընթացներ։ Ինչի մասին է խոսքը։ Եթե այդ գործընթացները ուղղորդվելու են նախկին իշխանությունների սպասարկմամբ եւ աջակցությամբ, կարծում եմ որևէ արդյունք չեն տալու, նույնիսկ հակառակը շատ ավելի բացասական հետևանքներ կարող են ունենալ այն ծրագրերը, որոնք կարող են քննարկվել եւ իմի բերվել, այդ ծրագրերը եւս իջիկս կարող են դառնալ։ Հետեւաբար ես կարծում եմ, եթե արցախահայերը պետք է պայքարեն իրենց իրավունքների եւ իրենց այն ծրագրերի, այն նպատակների համար, որոնք այսօր խնդիր են առաջացրել իրենց կենսական նշանակության համար, կարծում եմ իշխանությունների հետ համագործակցելով եւ իշխանություններին լսելի դարձնելով պետք է սկսեն գործել։ Իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանում գոյություն ունեն արցախահայերի բավականին մեծ թիվ եւ այն կորցնելը կարող է վատ հետևանքներ ունենալ ինչպես արցախահայության, այնպես էլ մեր հանրապետության համար։ Քանի որ խոսում ենք Արցախի եւ արցախահայության մասին, խոսենք նաեւ, որ Արցախի լուծարման մասին փաստաթուղթ գոյություն չունի։ Իրավական հարթակում այս մասին հայտարարեցին այն բանից հետո, փաստորեն, երբ ապրիլի 5-ին արտաքին գործերի նախարարության կողմից եղավ հայտարարություն, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Ընդ որում այս հայտարարությունը արցախցիները համարում են սադրիչ հայտարարություն եւ պատրաստ են փաստաթղթեր ներկայացնել այս փաստաթղթի հետ կապված։ Նախ խնդիրը փաստաթղթերինը չէ, այստեղ խնդիրն այն է, որ ինչ հարաբերության մասին կարող է խոսք գնալ հայ-ադրբեջանական որևէ հարաբերություն տեղի ունենալ չի կարող եւ ես չեմ կարծում, որ Արցախն ու Արցախի թեման մի կողմ դնելով իշխանությունները, գործող իշխանությունները երբևէ կարող են հասնել այս խաղաղության պայմանագրի փոխադարձ
զիջումների եւ այլն քաղաքականության, որովհետեւ Ադրբեջանի հռետորաբանությունը մնացել է նույնը, որովհետեւ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այսօր իր ռազմական հնարավորությունները դեռ անհամեմատ ավելին են, քան Հայաստանի Հանրապետության եւ ամեն ինչ անում է ճնշում գործադրելու համար։ Եվ նույնիսկ եթե միջազգային ճնշումների ազդեցության տակ Ադրբեջանին կարողանան պարտադրել այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը ոչ այնքան մեծ համար ցանկալի թեկուզ եւ խաղաղության պայմանագրի ձևակերպմանն ու ստորագրմանը, չեմ կարծում, որ դա կարող է լուրջ հիմք հանդիսանալ այս տարածաշրջանում հարատև խաղաղության։ Ալիևը հայտարարում է, որ ժամանակ չպետք է կորցնենք, հիմա փաստորեն գնդակը Հայաստանի դաշտում է եւ պատրաստ են փոքր քայլելով սկսել այդ հարաբերությունների կարգավորումը, սկսելով վստահություն ստեղծելուց եւ այդ վստահության առաջի քայլերը կարող են լինել լրագրողների փոխայցելությունները, անդրսահմանային գետերի հետ կապված հարցերի համատեղ քննարկումները։ Սա ինչի մասին է խոսում, Ալիևը շարունակում է սակարկել, իսկ ինչի պետք է պատրաստ լինի Հայաստանը։ Հայաստանը թող մեծ ակնկալիքներ չունենա, որովհետև այդ հայտարարությունները զուգորդվում էին նաև սահմանային կրակոցներով, որը ճիշտ հակառակի մասին էր խոսում։ Ինչ հարաբերությունների հաստատման։ Հարաբերություններ կարող են հաստատվել Ադրբեջանի հետ միայն այն դեպքում, երբ մենք կկարողանանք ունենալ մարտունակ եւ հզոր բանակ, կկարողանանք ցույց տալ, որ ցանկացած ռազմական ագրեսիայի, ցանկացած ռազմական էսկալացիայի դեպքում Ադրբեջանը ստանալու է անհամեմատ լուրջ պատասխան, հետևաբար դրանից հետո կարող են գնալ խաղաղության պայմանագրի կնքման, փոխադարձ հարաբերությունների ձևակերպման, Արցախայերի հետ վերադարձի մասին խոսք բարձրացնելու իրավունք ունենալ ինչպես Ադրբեջանի տարածքում Արցախայության գոյության անվտանգ գոյության, այնպես էլ Արցախի, այսպես ասած, Արցախը որպես կիսաանկախ վիճակում Ադրբեջանի կազմում ունենալու եւ անվտանգ հայության գոյակցության տեսակետները առաջ քաշելը։ Քանի դեռ մենք այսօր այս վիճակում ենք, այս հնարավորությունների, ռազմական հնարավորությունների, իսկ մեր դեռ մինչ օրս մեր ռազմական դաշնակիցը, մեր տնտեսական դաշնակիցը մնում է Ռուսաստանը, դրա մասին մտածելը մեղմ ասած ծիծաղելի է։ Բայց Զատուլինը հայտարարեց, որ Փաշինյանի կառավարությունն այս պահի Երևանում Բաքվի եւ Անկարայի համար ամենաձեռնտուն է։ Ինչով է ձեռնտու, խեղճ լինելով, թույլ լինելով, իսկ իրենց համարով է ձեռնտու։ Եվ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը անկարող է եղել եւ նա ամենակարողը չէր։ Անկարող կողմը ուկրաինական պատերազմը այդ հակամարտությունը ավարտվելուց հետո ռուսական կողմը նորից սկսի Անդրկովկասում իր դիրքերը ամրապնդել։ Անկարող կողմը քիթը չի կողմ մի տարածաշրջան, որտեղ վերահսկողություն չի կարող իրականացնել։ Այսինքն նպատակները այլ էր, հնարավորությունները մեկ այլ բան, եւ Ռուսաստանը այո եկել էր այստեղ դիրքավորվելու, սակայն հնարավորությունները թույլ չտվեցին եւ հետ քաշվեց։ Եվս մեկ անգամ մեր հաշվին գնալով առևտրի, այս տարածաշրջանում առևտրի, ինչպես մենք տեսել ենք վերջին 200-250 տարիների ընթացքում։ Քանի որ խոսում ենք այդ քաղաքական առևտրի մասին, ինչու է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը, պնդելով, որ քարտեզները ճշգրիտ են եւ թիվ է տալիս, որ 2020 թվականից առ այսօր 392 արդեն զոհեր ունեն։ Ադրբեջանը դեռ շատ պատճառներ է բերելու, Ադրբեջանը դեռ շատ խնդիրներ է առաջացնելու, քանի դեռ մենք չենք հասկացել, որ գործ ունենք մի պետության հետ, որի հետ խոսում են ուժի լեզվով։ Այլապես պահանջներն ու ակնկալիքները Ադրբեջանի լինելու են հարատև։ Արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որ Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ հենց ստուգել այդ քարտեզների, հանձնված քարտեզների ճշգրտությունը։ Քարտեզների ճշգրտություն ստուգելը կարծում եմ շատ բարդ խնդիր չէ, եթե նպատակ ունի Ադրբեջանը դա իրականացնելու, սակայն Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ խնդիրը այստեղ քարտեզներինը չէ։ Խնդիրն այն է, որ նոր խնդիրներ ստեղծել է պետք այս տարածաշրջանում խաղաղություն չունենալու եւ այս տարածաշրջանում Հայաստանին հնարավորություն չտալ ռազմականացվելու եւ ունենալու մարտունակ բանակ։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը ունենալով հնարավորություններ կարող է վերագտնել իրեն, այսպես ասած, եւ տարածաշրջանում իր խոսքն ունենալ, Անդրկովկասում կարողանալ իր դերակատարումն ունենալ եւ Ադրբեջանն այդքան հասկանալով ցանկացած առիթ բաց չի թողելու այդ խնդիրները առաջ բերելու եւ պատճառաբանություններ ունենալու
խնդիրը վերջնական լուծման չտանելու։ Ցավոք, մեր իշխանություններն անընդհատ փորձում են խոսել այդ թեմայի մասին, սակայն կարծում եմ, որ ավելին պետք է արվի, մենք պետք է ունենանք հիմնական դաշնակից, վստահելի դաշնակից, որի հետ կկարողանանք կառուցել մեր ռազմական, ինչու՞ չէ, նաև տնտեսական անվտանգություն։ Իսկ որտեղ եք տեսնում այդ դաշնակցին, ով կարող Կարծում է եմ լինել դա այդ Եվրոպան է դաշնակիցը։ կամ եվրոպական երկրներից որևէ մեկը, օրինակ Ֆրանսիան, որը կարող է լինել այն դաշնակիցը, որը անհամեմատ ավելի վստահելի կլինի եւ հնարավորությունները շատ ավելի մեծ, քան մենք ունեցել ենք այն դաշնակիցը, որը լինելով մեզ եւ ռազմական եւ տնտեսական դաշնակից 20-30 տարիներ շարունակ, շատ ավելի աջակցություն եւ գործողություններ է իրականացրել մեր հակառակորդ Ադրբեջանի հետ, թե զենքի վաճառքի գներով, թե տնտեսական ներդրումների, թե փոխադարձ առևտրի ծավալներով, որը բերել է 20 թվականի մեր այս պարտությանը։ Եվ ամփոփենք այսօրվա մեր հաղորդումը, փաստորեն Ալիևն ասում է, որ գնդակը Հայաստանի դաշտում է եւ պահանջները մենք գիտենք, դա սահմանադրության փոփոխությունը եւ եվրոդիտորդերի հեռացումը այդ սահմանամերձ տարածքներից։ Արդյոք իշխանությունը կգնա այդ քայլերին։ Ասում են, որ ամեն ինչի պատրաստ է Նիկոլ Փաշինյանը գնալ զիջումների, միայն թե պատերազմ չլինի։ Դա ամենամեծ ցավալի արտահայտությունն է ցանկացած գնով պատերազմ չլինելու, պատերազմը սարսափելի բան է, ոչ մեկ չի ուզում պատերազմ, մենք այսօր խիստ պատրաստ չենք պատերազմի, բայց ամեն ինչ տալ պատերազմ չունենալու ակնկալիքով, դա կարծում եմ հիմարություն է եւ առաջնորդվել այդ գաղափարախոսությամբ եւ քաղաքականությամբ Հայաստանը տանում է ինքնիշխանության կորստի։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Գալստյան, այսօրվա հաղորդման համար, հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։